Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք կարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Աղոթիր քնելուց առաջ ու կտեսնես ինչպես առավոտյան կփոխվի քո կյանքը, ինչպես հաջողությունները կթակեն քո դուռը։ Աղոթիր քնելուց առաջ, ոչ թե պարզապես բառեր շշնջալու համար, այլ սրտիդ խորքից։ Փակիր աչքերդ, թող օրը կամաց լռի, թող աղմուկը հեռանա և դու մնաս միայն ինքդ քեզ հետ։ Այդ պահին մի շտապիր։ Աստված սիրում է, երբ մարդը չի շտապում, երբ սիրտը բաց է, իսկ միտքը մաքուր։ Ասա քո շնորհակալությունը նույնիսկ այն օրերի համար, որոնք ծանր էին, նույնիսկ այն ցավերի համար, որոնք քեզ կոտրել են, որովհետև հենց այդ ցավերն են քեզ սովորեցրել դիմանալ, հասկանալ, ներել և առաջ գնալ։ Աղոթքի մեջ շնորհակալ լինելը առաջին քայլն է դեպի փոփոխություն։ Ապա խոստովանիր քո վախերը, քեզ անհանգստացնող մտքերը, այն ամենը, ինչը գիշերներն արթուն է պահում քեզ։ Մի ամաչիր։ Աղոթքը տեղ է, որտեղ կարելի է լինել անկեղծ, երբ մարդը համարձակվում է ասել ճշմարտությունը նույնիսկ իր թուլությունների մասին։ Հենց այդ պահին է սկսվում ներսից բուժումը։ Եվ խնդրիր, բայց ոչ թե նյութական բաներ, խնդրիր իմաստություն, որ ճիշտ ընտրություններ անես, համբերություն, որ չկոտրվես առաջին դժվարությունից, լույս քո ճանապարհի վրա, որ չկորցնես ուղղությունը։ Խնդրիր խաղաղություն քո սրտում, որովհետև խաղաղ սիրտն է, որ հաջողություն է գրավում։ Երբ քնում ես աղոթքից հետո, քունը դառնում է այլ, այն ծանր չի լինում, այլ հանգիստ։ Քո հոգին աշխատում է, մաքրվում է, վերականգնվում, իսկ առավոտյան, երբ արթնանում ես, դու դա անմիջապես չես նկատում, բայց ինչ-որ բան հաստատ փոխվում է։ Միգուցե դու ավելի հանգիստ ես արթնանում, միգուցե խնդիրներն այլևս այդքան սարսափելի չեն թվում, միգուցե միտքդ ավելի պարզ է, սիրտդ ավելի վստահ։ Սա հենց փոփոխությունն է, որը սկսվել է գիշերը։ Օրվա ընթացքում կսկսես նկատել փոքր նշաններ, մարդիկ կդառնան ավելի բարեհամբույր, խոսակցությունները ավելի օգտակար, առաջարկներն ավելի ճիշտ պահին, հաջողությունները չեն գալիս բարձր աղմուկով, դրանք սկզբում մեղմ են թակում քո դուռը։ Եվ եթե դու չես փակել դուռդ հուսահատությամբ, եթե աղոթքով այն բաց ես պահել, հաջողությունը ներս կմտնի։ Երբեմն դա կլինի ճիշտ զանգի տեսքով, երբեմն պատահական հանդիպման, երբեմն մի գաղափարի, որը փոխում է ամեն ինչ։ Աղոթող մարդը չի վախենում վաղվանից, որովհետև նա գիտի ինքը մենակ չէ։ Նրա ճանապարհին կա առաջնորդող լույս, և այդ լույսն օրեցօր ավելի ուժեղ է դառնում։ Դարձրու աղոթքը քո սովորությունը քնելուց առաջ։ Թող դա լինի քո գաղտնի զրույցը Աստծո հետ, և մի օր դու կհասկանաս կյանքդ իսկապես փոխվել է, ոչ մի հրաշք չի պայթել, բայց ամեն ինչ իր տեղն է ընկել, իսկ դա հենց ամենամեծ հրաշքն է։ Իսկ ինչու է կարևոր աղոթել։ Այս հարցը շատերն են տալիս, հատկապես այն ժամանակ, երբ կյանքը ծանր է, երբ պատասխաններ չեն երևում, իսկ ճանապարհը մշուշոտ է թվում։ Աղոթքը պարզապես կրոնական արարողություն չէ, այն հոգու շնչառությունն է, ինչպես մարմինը չի կարող ապրել առանց օդի, այնպես էլ հոգին չի կարող խաղաղ մնալ առանց աղոթքի։ Աղոթել նշանակում է կանգ առնել։ Այս արագ, աղմկոտ աշխարհում մարդը հազվադեպ է կանգ առնում ու լսում իրեն։ Մենք մշտապես շտապում ենք, մտածում ենք հազար բաների մասին, բայց չենք լսում մեր ներսի ձայնը։ Աղոթքը հենց այդ կանգ առն է, որտեղ մարդը վերջապես լռում է, իսկ սիրտը սկսում է խոսել։ Աղոթքը կարևոր է, որովհետև այն կարգի է բերում մեր ներքին աշխարհը, երբ մտքերը խառն են, երբ վախը գերակշռում է, աղոթքը օգնում է դասավորել ամեն ինչ։ Այն մեզ հիշեցնում է, որ ամեն ինչ մեր ուժերից կախված չէ և դա թուլություն չէ ընդունել, ընդհակառակը դա ուժ է, ուժ վստահելու, հանձնվելու և խաղաղվելու։ Աղոթող մարդը չի մնում մենակ իր ցավի հետ, նա կիսում է այն։ Երբ ցավը բարձրաձայնվում է աղոթքի մեջ, այն այլևս չի ճնշում ներսից, այն դառնում է տանելի։ Այդ պահին սիրտը թեթևանում է, իսկ հոգին ազատվում։ Աղոթքը նաև հիշեցնում է, թե ով ենք մենք։ Ամենօրյա խնդիրների մեջ մարդը հաճախ մոռանում է իր արժեքը, սկսում է իրեն չափել հաջողություններով, փողով, մարդկանց կարծիքներով։ Աղոթքը վերադարձնում է իրական չափանիշները, այն ասում է դու արժեքավոր ես արդեն իսկ, անկախ ամեն ինչից։ Շատ կարևոր է աղոթել նաև այն պատճառով, որ աղոթքը փոխում է ոչ միայն իրավիճակները, այլ առաջին հերթին մարդուն։
Երբ մարդն աղոթում է, նա սկսում է ավելի ուշադիր լինել իր խոսքերի, քայլերի, մտքերի հանդեպ։ Նա դառնում է ավելի համբերատար, ավելի ներող, ավելի խոնարհ, իսկ երբ մարդն է փոխվում, նրա կյանքն էլ է փոխվում։ Աղոթքը նաև հույսի աղբյուր է, երբ ամեն ինչ թվում է փակ, աղոթքը բացում է ներսի մի դուռ, որտեղ միշտ լույս կա։ Այդ լույսը չի խոստանում, որ դժվարություններ չեն լինի, բայց խոստանում է, որ դու միայնակ չես այդ դժվարությունների մեջ։ Աղոթել նշանակում է կապ հաստատել հավերժի հետ։ Մեր խնդիրները ժամանակավոր են, մեր վախերը անցողիկ, բայց աղոթքի մեջ մարդը շփվում է այն ուժի հետ, որը ժամանակից վեր է, և հենց այդ շփումն է, որ ուժ է տալիս շարունակելու։ Եվ վերջապես, աղոթքը կարևոր է, որովհետև այն սովորեցնում է վստահել։ Վստահել ոչ թե կուրորեն, այլ գիտակցաբար։ Երբ մարդը վստահում է, նրա սիրտը խաղաղվում է, իսկ խաղաղ սրտում հրաշքներ տեղի են ունենում։ Աղոթիր ոչ միայն այն ժամանակ, երբ դժվար է, աղոթիր նաև շնորհակալ լինելու համար։ Աղոթիր լռության մեջ, խոսքերով, աղոթիր սրտով, և ժամանակի ընթացքում դու կզգաս աղոթքը դարձել է ոչ թե պարտք, այլ կարիք, ոչ թե սովորություն, այլ կյանք։ Աղոթիր, ու առաջին հերթին կփոխվի քո ներսը, քո մտածողությունը։ Այն, ինչ առաջ քեզ անհանգստացնում էր օրերով, հիմա կդադարի այդքան ծանր լինել։ Դու կսովորես չկռվել ամեն բանի դեմ, այլ տարբերակել ինչն է քո վերահսկողության տակ, իսկ ինչն Աստծուն հանձնելու։ Ներսում կհայտնվի խաղաղություն, որը ոչ ոք չի կարող խլել։ Կփոխվի քո վերաբերմունքը դժվարություններին, դրանք այլևս չեն ընկալվի որպես պատիժ, այլ որպես փորձություն կամ դաս։ Դու կսկսես հարցնել ոչ թե ինչու է սա ինձ հետ պատահում, այլ ինչ կարող եմ սովորել սրանից, և հենց այդ հարցն է, որ ուժ է տալիս առանց շարժվելու։ Կփոխվեն քո հարաբերությունները մարդկանց հետ, աղոթող մարդը դառնում է ավելի համբերատար, ավելի լսող, ավելի ներող։ Դու կսկսես ավելի քիչ դատել, ավելի շատ հասկանալ։ Շատ կոնֆլիկտներ կկորցնեն իրենց ուժը, որովհետև քո ներսում այլևս չի լինի նույն ագրեսիան կամ վիրավորանքը։ Կփոխվի նաև քո ինքնագնահատականը, դու կդադարես քեզ համեմատել ուրիշների հետ, կհասկանաս, որ ունես քո ճանապարհը, քո ժամանակը։ Սա ազատում է նախանձից, անընդհատ անհանգստությունից և ուշանալու զգացումից։ Կփոխվի քո վերաբերմունքն ապագայի հանդեպ, վախը կամաց-կամաց տեղը կզիջի վստահությանը, ոչ այն վստահությանը, որ ամեն ինչ միշտ հեշտ է լինելու, այլ այն վստահությանը, որ ինչ էլ լինի, դու կհաղթարես, որովհետև դու մենակ չես։ Կսկսես նկատել հնարավորություններ, որոնք առաջ չէիր տեսնում։ Երբ սիրտը հանգիստ է, միտքն ավելի պարզ է աշխատում։ Ճիշտ մարդիկ կհայտնվեն ճիշտ պահին, ճիշտ խոսքերը ճիշտ ժամանակին։ Սա հրաշք չի թվում,